Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, գտնվում ենք Նավուր գյուղի տարածքում։ Ավելի կոնկրետ ու ավելի սիրուն կլինի, երբ որ ցույց տամ որտեղ ենք։ Տեսեք, հիացեք։ Առաջանամ նստեմ ու խոսեմ, ասեմ այսօր ենք այստեղ, այսքի ենք եկել։ Տարածքը համայնքինն է, որևէ մեկի սեփականությունը չի ու այստեղ շատ լավ տեսարժան վայր է կարելի է ասել եւ այստեղից է սիրուն տեսարան երևում եւ հենց տարածքն է շատ սիրուն։ Ոյ, կուրսպուկ եկավ ծերիս մի քանի բանկա մի րոպե։ Սիրելի հետևորդներ, հոլովակներումս էլի եմ ասել, բայց եւս մեկ անգամ կասեմ այն մարդկանց համար, ովքեր նոր են միացել ալիքիս։ Հայաստանում իր չափսերով ամենամեծ արձանը Անդրանիկ Օզանյանի գտնվում է Նավուր գյուղի գլխավերևում։ Չորեքշաբթի է այսօր ու չնայած որ չորեքշաբթի է, մենք որոշել ենք այստեղ շաբաթօրյա կանենք։ Հիմա կմոտենամ մեր խմբին, Թաթուլն է հնձիչ ա բերել ու իր ընկերն է, այն որ Լենինգրադից ամեն ամառ գալիս է ինքն է, ամեքի ձեռը մի խոտ հնձելու այն բաներից է, հնձիչներից է, որով կփորձեն այստեղ տարածքը որպես խոտ հարկ հնձվում է ժամանակին, երբ որ արդեն խոտը հասուն է լինում, բայց այն հատվածները, որտեղ որ մարդիկ քայլում մոտենում են դեպի հուշարձան, այդ տարածքը ամբողջությամբ սալիկապատ ասեմ, չգիտեմ ինչա պատ ասեմ, քարշարված է, որը խոտը եկել փակել է, դա այսօր բարեգործական որոշեցին, որ գան ու այստեղ սիրունացնեն։ Максимум թափջան բանկ է բերեսելի, եղան ինքը բերեսելի։ Գորժան, փոց բերել ես, չէ։ Մի հատ էլ եղան կբերես, թաթ։ Հա, որ ես միտեղ խլակենք էլ։ Ты что делаешь? Հրաչ։ Кто сказал? Нам вились имя чиспана пить, а чё капить? Кристин, ты помешаешь, давай. Սիրելի հետևորդներ, դե քանի որ մենք տեղ ենք գնում, պարտադիր մեզ հետ գոնե սուրճ վերցնում ենք, որովհետև գիտեինք ի սկզբանե, որ այստեղ երկար է լինելու գործը, այս տարի ընդհանրապես չի մաքրվել։ Հիմա սուրճ սարքենք, ես ու Ալիսիկը։ Պրիվետ։ Ու կանչենք գան համշունչ քաշեն։ Սաղ այսօր ամբողջ օրը արև չի եղել, բայց տոթ էր։ Հիմի քանի որ գործ են անում, դե թարսա, չէ, ընդհանրապես երբ ուզում ես որ եղանակը լավը լինի, լավը չի լինում, երբ չես ուզում հակառակը։ Հիմի արևը դուրս է եկել ու նենց հավառում, երվիլդենք։ Մնացածը գլխարկ ունեն, մեզ չէ։ Սուրճ եփենք իրար հետ։ Ջուրը չի գալի։ Ստիպված սառը զնգզնգան ջրով սուրճ ենք եփելու։ Կոֆեն էլ կտաս, դենջեր։ Հրենեն բան եղակի պլիքեն ինտրեց, կանդաց, ասիցի կարող ա բրծնակ մի հետ էլ բրծած վաղթ անը, Հորա հեսա հա, հրենեն չբրծակ։ Ինչ? Մալադեց, ապրես, շատ ապրես, շատ լավ ես հավաքել։
Դե ես էլ կապ չունի, որ շատ գործ չեմ անում, բայց մեկը շատ շոքում եմ, արևի տակ վառվում եմ վռազ։ Երեխաներն էլ Լենինգրադ ծնվել, Լենինգրադ մեծացել են, այս տարիքի են հասել, ոնց որ ստեղից դուրս եկած լինեն։ Հայերեն լավ հասկանում են, լավ խոսում են, ճիշտ է իրար հետ ռուսերեն են խոսում, բայց գյուղի գործերն էլ այս է, Չենջիպես աշխատում են։ Ծաղիկներն էլ բազմերանք, բազմաբույր։ Այդպես շատ արտահայտիչ չի լինում հոտը, այս կարգի, երբ որ հնձում կամ խոտի հետ զբաղվում ես։ Հենց հնձիչը կպավ խոտին կամ այն փոցխերը կամ եղանը կամ որևէ ձեռքով թեկուս պոկեցիր խոտերը, հոտը տարածվում է ու իսկականից չեք պատկերացնի մինչև թոքերդ գնում է թթվածինը։ Ես ինչքան եք լավ մաքրում, ապրեք։ Դե եկեք համեմատենք այս կողմն ու, բայց դե կեսն էլ չի արված։ Այս կողմը ստադիոնա բացվել ու գումարած սրան էլ այն մի հնձիչ քանի որ փչացավ, չկարողացին շուտ ավերջացնեն, Թաթուլը գնաց մի գերանդի բերեց, որ կողքի եղևնիների տակերն էլ հնձեն նրանով, այն էլ գերանդի էլ բռնակը պոկվեց, գնաց հաջորդ գերանդի հետևից։ Այսօր մի քիչ զոռ է գործը, բայց դե կարևոր է առաջ է գնում։ Եկավ։ Սիրելի հետևորդներ, մի բան էլ ասեմ, սա վերաբերվում այն մարդկանց, ովքեր որ գնում են ման գալու տարբեր տեղեր բնության գրկում ու այս անգամ որոշել են գան Շամշադին, ուզում են գնան օրինակ Քարի գլուխ, որը անվանվում է նաև Ղուզանաքար, Չինչին գյուղի հանդամաս է, շատ սիրուն տեղ է, մանավանդ այս եղանակին, բարձրանում ես ու ոնց որ ընդեղից ամբողջ աշխարհը երևա։ Ուզում է գնա Կապտավանք, ուզում է գնա Շխմուրատ, որը թե Ծաղկավանի, թե էլի Չինչինի հանդամասերեն, ուզում է գա Անդրանիկ Օզանյանի արձանը, որը Նավուր գյուղինն է, մի խոսքով լիքը սիրուն տեղեր ունենք, ինչի համար եմ սա ասում, ովքեր որ որոշեն գալ ու ցանկանան գնան ճամփի եզրից այն կողմ, որտեղ որ իրենց մեքենաները չեն կարողանա գնալ, որով որ եկել են, ասեմ որ մենք կազմակերպում ենք դա ու 66-ով Թաթուլը տանում է մանատալի այդ խմբերին։ Ուղղակի ես ամեն անգամ ժամանակ չի եղել, հետը գնամ, ես նկարեմ, ներկայացնեմ ձեզ, որ իմանաք, որ այդպիսի բաներ էլ ա լինում։ Այն ժամանակ ցանկացած գյուղացու դուր թակեիր գերանդի ուզեիր, տանը քանի տղամարդ կար, մի հատ էլ զապաս գերանդի էր ճարվում։ Իսկ հիմի, քանի որ ամեն ինչ մեխանիզացվել է ու բավականին հեշտացել է գյուղացու գործը, այն ժամանակ ամիսներ շարունակ խոտ էին հնձում, իսկ հիմա էտա եթե եղանակը թողի տեխնիկան բերում են, մեքենաները մտնում են դաշտերը, վռազ սիրուն մարդկանց օգնելով գործն առաջ է գնում։ Իսկ հիմի շատերի տան գերանդի չկա, հարևանիսն են ժամավճարով ուզում, չէ ժամավճարը կատակ եմ անում, մեր մոտ վճար, այդպիսի բաներ չկա։ Մի հատ սենց կենանք ես մի մայթի կողքլերի մաքրենք։ Այս է։
Все-таки գրանցում ճիշտ է վարձանք։ Չէ, դեպքում դա մենակ ես մայթերի հիմարա լավ է։ Սիրելի հետևորդներ, այստեղ աղբյուր էլ կա, մինչ այս ցանկապատից դռներից ներս մտնելը ձախ կողմում կա ջուր, այս պահին կտրված է, բայց հիմնականում լինում է, կառուցվել է հայ ազգի նվիրյալներին գրված այդպես քարի վրա, մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, 15 թվի, հայ այսպես մեծ տեղադրված, այնպես որ եթե այս սարի ճանապարհով գաք դեպի Նավուր գյուղին, հնարավոր չի այս տարածքը չերևա, որովհետև ճամփեն այնա կողքով անցնողները ցանկացածը գալի էստեղ նստում 5 րոպեով շունչ են քաշում ու իրանց ճամփեն շարունակում են։ Ես այսքանով ձեզ հաջողանեմ, գնամ, թող իրանք շարունակեն, ինչ ասեմ, շատ լավ գործ են անում։ Մենք որ մեր տարածքները չպահենք, չմաքրենք, ոչ մեկ դրա մասին չի մտածի, այնպես որ այսպիսի գործերը կախված է բոլորիցս, ոչ թե համայնքից, ոչ թե ինչ որ մի անձից, ոչ թե, չգիտեմ, էլի յուրաքանչյուրս կարող ենք մեր ժամանակից մի փոքր տրամադրենք ու մեր տարածքները, մեր սիրուն տեղերը բարեկարգենք, սիրունացնենք ավելի։ Դե ինչ, այսքանով ես ձեզ հաջողանեմ,
Ովքեր նոր են միացել ալիքիս, բաժանորդագրվեք, լայքեք, գրեք մեկնաբանություններ, իսկ ես գնացի իմ բյանին։ Մնացեք բարով, սիրում եմ բոլորիդ։